Messenger International-ը ներկայացնում է անկոտրում հոգի անվանումը կրող դասընթացը։ 12 մասից բաղկացած դասընթաց, որը բացահայտում է ճշմարտությունը դժվարությունների մասին և խոսում այն մարդկանց իշխանության մասին, ովքեր հարատևում են հավատքի մեջ։ Բարեկալուստ անկոտրում հոգի դասընթաց։ Այս առաջին դասի ընթացքում Ջոնը խոսում է մեր ընթացքը բարեհաջող ավարտելու կարևորության մասին և այն իշխանության մասին, որ դուք ունեք Քրիստոսի մեջ։ Ամեն, 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 ամեն։ Ես ցանկանում եմ ողջունել ձեզ անկոտրում հոգի դասընթացի ձայնագրմանը և ինչպես դուք կարող եք տեսնել, այս մարդիկ շատ են սիրում Աստծո խոսքը։ Նրանք շատ են սիրում Հիսուսին։ Այստեղ բոլորը սիրում են Աստծո խոսքը։ Մենք գիտենք, որ դուք նույնպես սիրում եք Աստծո խոսքը։ Այն ուղերձը, որով մենք կիսվելու ենք, անչափ ոգևորիչ է։ Ես այնքան ոգևորված եմ և անհամբեր սպասում եմ այս դասընթացի սկզբին։ Այնպես որ եկեք միասին աղոթենք մինչև անկոտրում հոգի դասընթացի առաջին դասը սկսվելը։ Հայր Հիսուսի անունով անչափ շնորհակալություն քո զավակները լինելու արտոնության համար։ Տեր, այս երեկո ես խնդրում եմ, որպեսզի դու բառացիորեն ներխուժես այս սրբավայրը։ Հայտնիր մեզ Հիսուսին ավելի զորավոր կերպով, քան մենք երբևէ ճանաչել ենք նրան։ Եվ ես շնորհակալ եմ քեզ, որ երբ մենք նայում ենք քեզ, մենք գնում ենք փառքից փառք, կենթանի Աստծո հոգուց, որովհետև ես հռչակում եմ, որ քո արքայությունը մեր մեջ է։ Քո կամքը կատարվի այս վայրում երկրի վրա, ինչպես երկնքում, եւ դրա համար մենք տալիս ենք քեզ ողջ փառքը եւ պատիվը եւ գովությունը եւ գոհությունը Հիսուս Քրիստոսի զորավոր հրաշալի մեծ զարմանալի սուրբ ու սքանչելի անունով եւ ով համաձայն է թող գոչի ամեն։ Եկեք եւս մեկ անգամ գոհանանք նրանից այն բանի համար, ինչն նա պատրաստում է տալ մեզ։ Ամեն։ Դուք կարող եք նստել։ Նախ ես ցանկանում եմ պատմել ձեզ մի ֆիլմի մասին, որ դիտել եմ 10 ամիս առաջ, երբ գրում էի այս գիրքը։ Այս ֆիլմը հին է եւ կոչվում է Ուրվականը եւ Խավարը։ Գլխավոր դերերում են Վել Կիլմերը եւ Մայքլ Դուգլասը։ Պատմությունը տեղի է ունեցել 1800-ականներին։ Այն մի կամրջի մասին է, որ կառուցվում էր Ցավո գետի վրա։ Ֆիլմի սկզբում կամրջի շինարարությունը դանդաղում է եւ այն ժամանակին ավարտելու համար վարձում է մի հրաշալի ինժեների։ Այդ մարդու անունը Պետերսն է, որի դերը կատարում է Վել Կիլմերը։ Նա հայտնվում է կամրջի կառուցման ժամանակ, բայց շուտով հայտնաբերում է, որ մարդիկ գիշերվա ընթացքում կորչում են։ Պարզում է, որ այդտեղ կան երկու մարդակեր առյուծներ, որ անընդհատ գողանում են մարդկանց։ Նրանք փորձում են ծուղակներ դնել։ Նրանք տարբեր բաներ են փորձում այդ առյուծներին որսալու համար, բայց առյուծները շրջանցում են բոլոր ծուղակները։ Երբ մահացածների թիվը հասնում է 30-ին, նրանք կանչում են մի հրաշալի որսորդի, որի անունը Ռեմինգթոն էր։ Նա ամերիկացի էր։ Սա իրական պատմություն է։ Ռեմինգթոնը գալիս է եւ նրանք սկսում են ծուղակներ պատրաստել եւ որսալ այդ առյուծներին, բայց առյուծները խուսափում են նրանց ծուղակներից։ Ի վերջո, երբ մահացածների թիվը հասնում է 130-ի, աշխարհը վերցնում է կամրջի վրա աշխատող բոլոր մարդկանց եւ գնացքով հեռանում այդտեղից։ Ֆիլմը հասավ այն որոշիչ պահին, որ իսկապես ազդեց ինձ վրա։ Ես դիտում էի, թե ինչպես էին Ռեմինգթոնը, Պետերսոնը եւ նրա օգնականը կանգնած նայում այդ հարյուրավոր մարդկանց։ Նրանք ընկել էին իրենց ղեկավարի ազդեցության տակ, որը վախենում էր այդ առյուծներից։ Եվ բոլորը հեռացան։ Այս երեքը մնացին մարդակեր առյուծների դեմ պայքարելու համար։ Ես չեմ պատմելու ամբողջ պատմությունը, բայց ի վերջո մեծ աշխատանք կատարելուց հետո նրանք սպանում են այդ մարդակեր առյուծներին։ Well, I'm not going to go into the whole story, but it turns out after a lot of work, they end up killing the two man-eating lions. Մարդիկ վերադառնում են եւ այդ աշխատողները սկսում են անչափ հարգել Պետերսոնին։ Այս ֆիլմը ցույց տվեց ինձ հետեւյալը. մենք նույնպես կամուրջ ենք կառուցում։ Մենք կառուցում ենք կամուրջ երկնքի եւ երկրի միջեւ։ Մենք դեսպաններ ենք։ Մենք տարածում ենք երկնքի արքայությունն այս երկրի վրա։ Բայց Պետրոսն ասում է հետեւյալը. Սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս եւ որոնում է, թե ում կուլ տա։ Մենք թշնամի ունենք, բայց մենք նման ենք այդ մարդկանց։ Նրանք հրացաններ ունեին, իսկ առյուծները ոչ։ Մենք զենքեր ունենք, իսկ մեր թշնամին զինաթափված է, որովհետև Աստվածաշնչում ասում է, որ Հիսուսը զինաթափել է յուրաքանչյուր տերություն եւ զորություն։ Նա ասում է, բանալիներն ինձ մոտ են, նա սպառազինություն ունի եւ այն մեզ է տվել։ Հարցը հետեւյալն է. ինչպիսի մարդիկ մենք պետք է լինենք։ Ինչպես կդասավորվի մեր կյանքը։ Արդյոք մենք կնմանվենք այն մարդկանց, ովքեր լցված են վախով եւ փախչում են դժվարություններից, թե կլինենք Ռեմինգթոնի, Պետերսոնի եւ նրա օգնականի նման, ովքեր դիվակայեցին այդ առյուծներին եւ ավարտեցին այն, ինչ սկսել էին։
Որպես այս դասի ներածություն ես ցանկանում եմ կարդալ Սողոմոնի խոսքերը։ Սողոմոնը ժողովողի 7:8-ում ասում է. «Մի բանի վախճանը լավ է նրա սկզբից»։ Ձեզանից քանիսը գիտեն, որ մեր վերջը շատ ավելի կարևոր է, քան մեր սկիզբը։ Լավ պահ է ամեն ասելու համար։ Թե փոխհարաբերությունների, թե ինչ-որ առաջադրանքի, թե կյանքի որևէ բնագավառի կամ ամբողջ կյանքի վերաբերյալ, ավարտն ամենակարևոր մասն է։ Բարեհաջող ավարտելու համար մենք պետք է ճիշտ կյանքով ապրենք։ Ամեն։ Բայց հաշվի առնելով այն փաստը, որ այս աշխարհում կան հակառակվող ուժեր, մենք պետք է սովորենք երբեք չհանձնվել։ Սա նշանակում է, որ մենք պետք է զարգացնենք անկոտրում հոգի։ Ամեն։ Ինչպես մենք կարող ենք անկոտրում հոգի ձեռք բերել։ Ինչու է դա այդքան կարևոր։ Այս դասընթացը հենց դրա մասին է։ Թե ինչպես զարգացնել անկոտրում հոգի և թե ինչու է դա այդքան կարևոր, ես շատ անկեղծ եմ լինելու ձեզ հետ։ Արդեն երկար տարիներ է ես խորը մտահոգություն ունեմ, որ բազմաթիվ քրիստոնյաներ բարեհաջող կերպով չեն ավարտելու իրենց ընթացքը։ Այդ մասին խոսում են և Հիսուսը և Պողոսը, և մենք ապրում ենք հենց այդ ժամանակահատվածում։ Գիտեք, Աստված մի տեսիլ տվեց ինձ, որն անմիջական կապ ունի իմ թեմայի հետ, և ես ցանկանում եմ պատմել այն ձեզ։ Ես պատմել եմ այս տեսիլքը մեկ այլ դասընթացի ժամանակ, որը կոչվում է կրակոտ սիրտ, բայց ավելի ծավալուն կներկայացնեմ այն, քանի որ Աստված այս տեսիլքն ինձանում զարգացրել է տարիների ընթացքում։ Այս տեսիլքում ես տեսա մի մարդ նավակի մեջ, ով թիավարում էր։ Նա թիավարում էր հասարակ մի նավակով, շատ արագ ընթաց գետի հոսանքին հակառակ։ Այդ մարդը ջանք էր գործադրում ընդդեմ գետի հոսանքի և անընդհատ հանդիպում էր ձկնորսական նավակներով մարդկանց, որոնք անցնում էին նրա կողքով գետի հոսանքին համընթաց։ Հոսանքին համընթաց գնալիս նրանք ոչ մի ջանք չէին գործադրում, և ինչպես այս մարդը, նրանք նույնպես ջանք թափելու կարիք չունեին։ Նրանք պարզապես հանգստանում էին և վայելում էին կյանքը անընդհատ նայելով և ծաղրելով այդ մարդուն։ Իսկ այդ մարդը շարունակում էր ջանք գործադրել։ Բայց այս տեսիլքում ես տեսա, թե ինչպես այդ մարդը հոգնեց և բաց թողեց թիերը։ Քանի որ նա շարժում էր, այդ պատճառով նա դեռ իներցիայով գնում էր հոսանքին հակառակ։ Եվ քանի որ գետն արագ էր ընթանում, հանկարծ նա կանգ առավ։ Եվ սկսեց գնալ հոսանքին համընթաց, թեև նրա նավակը դեռ հոսանքին հակառակ դիրքով էր։ Եվ ես այդ տեսիլքում տեսա մեկ այլ ձկնորսական նավակ, որը նույնպես հոսանքին հակառակ դիրքով էր։ Այդտեղ գտնվող մարդիկ հանգստանում և ուրախանում էին։ Եվ երբ այդ մարդը տեսավ, որ նրանց նավակը հոսանքին հակառակ դիրքով էր, ինչպես և իր նավակը, նա որոշեց միանալ նրանց։ Եվ ահա թե ինչպես ավարտվեց իմ տեսիլքը։ Որն է այս տեսիլքի մեկնությունը։ Գետն այս աշխարհն է։ Նավակը մարդկային մարմինն է, որը հարկավոր է մեզ այս աշխարհում ապրելու և գործելու համար։ Նավակում գտնվող մարդն անկասկած հավատացյալ էր։ Նրա թիերն Աստծո շնորհքով տրված զենքերն էին։ Ձկնորսական նավակները նրանք էին, ովքեր միաբանվել էին մեկ նպատակի շուրջ, իսկ գետի հոսանքը խորհրդանշում է այս աշխարհի համակարգը։ Շնորհքի թեյերով նա կարող էր ընդդիմանալ այդ հոսանքին։ Նրա ֆիզիկական ուժը, որը խորհրդանշում էր նրա հավատքը, սկսեց թուլանալ։ Նա համոզված չէր, որ ուներ այն ամենը, ինչ որ հարկավոր էր ընթացքն ավարտելու համար։ Դուք ինձ հետ եք։ Աստծուց տրված նպատակն իրականացնելու համար մեզ պետք է գնանք այս աշխարհի համակարգի հոսանքին հակառակ։ Մենք հակառակության ենք հանդիպելու, փորձելով այս աշխարհ բերել այն, ինչ երկինքն է ցանկանում, քանի որ այս աշխարհի հոսանքը, որն այս աշխարհի օդի իշխանի կամքով է, լիովին հակառակվում է արքայության հոսանքին։ Այդ մարդը չէր մտածում, որ ուներ բավարար զորություն, թեև դա այդպես էր։ Նա թողեց թիերը և իներցիայի շնորհիվ շարունակեց ընթանալ հոսանքին հակառակ։ Բայց ահա թե որտեղ էր թաքնված վտանգը, ահա թե որտեղ սկսվեց խաբեությունը, քանի որ նա արդեն առաջ էր գնում ոչ թե թիավարելու, այլ միայն իներցիայի շնորհիվ, հանկարծ նա դանդաղորեն կանգ առավ։ Եվ եթե դուք եղել եք նավակում և ընթացել եք հոսանքին հակառակ, ապա պետք է իմանաք, որ թիերը դնելուց հետո դժվար է որոշել, թե երբ է նավակը դադարում ընթանալ հոսանքին հակառակ իներցիայի շնորհիվ։ Հանկարծ դուք կանգ եք առնում և սկսում եք ընթանալ հոսանքի ուղղությամբ, առանց հասկանալու դա։ Սա կոչվում է խաբեություն։
Are you with me? Դուք ինձ հետ եք։ Նա ընթանում էր հոսանքի ուղղությամբ այս աշխարհի համակարգի հետ, թեև նավի քիթն ուղղված էր հոսանքին հակառակ։ Նա դեռևս քրիստոնյայի կեցվածք ուներ, խոսում էր քրիստոնյայի նման, հաճախում էր եկեղեցի 10-րդ էր տալիս, բայց իրականում նա ընթանում էր այս աշխարհի հետ։ Հետո հանկարծ հայտնվեց մեկ այլ ձկնորսական նավակ, բայց ի տարբերություն այլ նավակների, որոնք ուղղված էին հոսանքին համընթաց, այն ուղղված էր հոսանքին հակառակ։ Երբ այդ մարդը տեսավ, որ նրանք ուղղված էին հոսանքին հակառակ եւ հոսում էին իր ուղղությամբ, նա թռավ այդ նավակի մեջ եւ միացավ նրանց նպատակին։ Խաբեությունն ավելի մեծ դարձավ, քանի որ այժմ կա մարդկանց մի խումբ, ովքեր ապրում են նույն կերպով։ Դուք ինձ հետ եք։ Ուշադիր լսեք, թե ինչ է ասում Հովհաննես առաքյալն իր նամակում։ Նա ասում է. աշխարհը եւ նրա ցանկությունը շուտով կանհետանան, բայց ով կատարում է այն, ինչ Աստված է ցանկանում, հաստատված է հավիտյան։ Այս տեսիլքը նկարագրում է 3 տեսակի մարդկանց։ Նախ եւ առաջ, անհավատ մարդու, ով չի տեսնում ոչինչ եւ լիովին տարված է իր ցանկությամբ եւ ցանկությամբ։ Երկրորդ տեսակի մարդը ճշմարիտ հավատացյալն է, ով պետք է առանց նահանջելու ջան գործադրի Աստծո արքայությունը տարածելու համար։ Հիշում եք, թե ինչպես է Պողոսը Փիլիպպեցիների 3-րդ գլխում ասում. ես հետևում եմ դեպի նպատակը։ Դուք ինձ հետ եք, բայց երրորդը խաբված մարդն է։ Այսպիսի մարդն իր ցանկությունը թաքցնում է քրիստոնեական կեցվածքի մեջ եւ Սուրբ Գիրքը սխալ է գործածում։ Այս տեսիլքը հասկանալուց հետո Եբրայեցիների թղթի հեղինակի հորդորն իմաստավորվեց ինձ համար։ Եբրայեցիների 12:12-15-ում ասվում է. հաստատեք թուլացած ձեռքերը եւ տկարացած ծնկները եւ ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհներ շինեցեք։ Զգույշ կացեք, որ մեկը ետ մնացած չլինի Աստծո շնորհքից։ Guard against turning back from the grace of God. Սա գրված է հավատացյալների համար եւ կարծում եմ, որ այս տեսիլքի մասին լսելուց հետո դուք կարող եք հասկանալ դա։ Դուք համաձայն եք, որպես Աստծո զավակներ, մենք պետք է ձգտենք բարեհաջող ավարտել մեր ընթացքը։ Կարող եք ամեն ասել։ Ուրեմն թույլ տվեք ինձ սահմանել անկոտրում բառը։ Թույլ տվեք սկսել սրանով։ Անկոտրում բառը սահմանվում է որպես վճռական, համառ եւ անզիջում վերաբերմունք կամ դիրքորոշում։ Պարզ ասած, այն չի զիջում։ Իսկ ինչ է նշանակում զիջել։ Զիջել նշանակում է փափկել, լճանալ կամ նույնիսկ տեղի տալ։ Իսկ հիմա անկոտրում բառի հոմանիշները, ինձ դուր է գալիս նայել հոմանիշները, անդրդվելի, խիստ, հաստատակամ, անզիջում, անհաղթահարելի, հաստատուն եւ նպատակասլաց։ Միթե այս հոմանիշները չեն ոգեշնչում ձեզ։ Անկոտրում բառը կարող է կիրառվել անզիջում չար ուժի հանդեպ, բայց մեր քննարկման մեջ մենք այն օգտագործելու ենք դրական իմաստով։ Մենք կկիրառենք այս բառը անվեհեր եւ խիզախ մարդու վերաբերյալ, ով որոշել է ավարտին հասցնել իրեն տրված առաջադրանքը։ Թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ առաջադրանքի դեպքում անկոտրում հոգի ունեցող մարդը գնալու է միջև վերջ, միջև ցանկալի նպատակը։ Ոչինչ ետ չի կանգնեցի նրան իր ցանկալի նպատակից։ Ամեն։ Այժմ դուք կարող եք մտածել, բայց Ջոն, ես վճռական չեմ, ես անզիջում չեմ, իմ կյանքում եղել են դեպքեր, երբ ես հանձնվել եմ։ Ես կասեմ ձեզ հետևյալը, այս դահլիճում ոչ ոք այդքան չի նահանջել, որքան ձեր առջև կանգնած մարդը։ Ես հիշում եմ, որ երկրորդ կուրսից հետո ես տուն վերադարձա եւ ասացի մորս. մայրիկ, ես վերստին ծնվել եմ, ես քրիստոնյա եմ դարձել։ Այս կիսամյակի ընթացքում ես վերստին ծնվել եմ տղաների ուսանողական հանրակացարանում։ Սակայն մայրս ընդհանրապես չկիսեց իմ խանդավառությունը, նա պարզապես նայեց ինձ եւ ասաց. երևի դա քո հերթական տարօրինակությունն է։ Հավանաբար դու կթողնես դա, ինչպես որ թողեցիր այն ամենը, ինչով զբաղվել ես։ Ամենացավոտն իմ մոր խոսքերի մեջ այն չէր, ինչ նա ասաց ինձ, այլ այն փաստը, որ նա լիովին ճիշտ է։ Ես թողնում էի ամեն ինչ։ Ես հիշում եմ, երբ սովորում էի ավագ դպրոցում։ Ես վախենում էի, որ երբեք չեմ ամուսնանա, որովհետև ես հանդիպում էի ինչ-որ աղջկա հետ եւ մեկ կամ երկու հանդիպումից հետո հոգնում էի նրանից։ Իսկ նա ինձանից եւ ես չէի կարողանում փոխհարաբերություն կառուցել։ Ես տեսնում էի, թե ինչպես էին մյուս տղաները հանդիպում աղջիկների հետ, մտերմանում եւ ի վերջո ամուսնանում էին։
Սպորտի հանդեպ ես ունեի նույն վերաբերմունքը։ Ես հիշում եմ, որ զբաղվում էի թեթև ատլետիկայով, դա տևեց 1 ամիս, հետո բեյսբոլով, որը տևեց 2 ամիս, հետո գոլֆով, դա տևեց 1 ամիս, հետո բասկետբոլով, դա էլ տևեց 1 ամիս։ Նույնը վերաբերվում էր երաժշտությանը։ Մայրս տարավ ինձ դաշնամուրի դասընթացների։ Ես հիշում եմ, որ առաջին 3 ամիսների ընթացքում իմ ոգևորությունը մարեց, եւ հաջորդ 4 տարիների ընթացքում դա պարզապես վերածվեց միապաղաղ աշխատանքի։ Ես հաճախում էի այդ դասերին, քանի որ ծնողներս էին ստիպում ինձ։ Բայց հետո իմ դաշնամուրի ուսուցիչը, ով իր ապրուստն էր վաստակում այդ դասերի միջոցով, գնաց ծնողներիս մոտ։ Իդեպ ես միակն էի, ում համար նա այսպիսի բաներ արել։ Նա ասաց. «Խնդրում եմ ձեզ, թող այս տղան դադարի դաշնամուր նվագել»։ Դրանից հետո ես զբաղվեցի կիթառով, դա տևեց 2 ամիս։ Ես նախասիրություններ ունեի, օրինակ աստղագիտությունը, իմ աստղադիտակն ի վերջո հայտնվեց պահարանում եւ պատվեց փոշով։ Ես սկաուտական թիմի անդամ էի, բայց 1-2 տարուց թողեցի դա։ Ես փորձում էի գիր գրել, բայց այդպես էլ չէի ավարտում այն։ Այնպես որ իմ մայրը 100%-ով ճիշտ էր։ Միթե ես կթողեի այս հավատքը, որ նոր էի ձեռք բերել։ Միթե մի քանի տարի հետո իմ աստվածաշնչերը կհայտնվեին պահարանում իմ մյուս նախասիրությունների կողքին։ Հիմա ես ուրախությամբ կարող եմ ասել, որ անցել է արդեն 30 տարի եւ ձեր առջեւ կանգնած մարդն ավելի նախանձավոր է, քան այն ժամանակ, երբ խոսում էր իր մոր հետ։ Ամեն։ Ուրեմն եթե Աստված կարող է անկոտրում հոգիդ ձևավորել այս մարդու մեջ, նա կարող է անել դա մեզանից յուրաքանչյուրի հետ, որովհետև ես ամենամեծ հանձնվողն եմ, ամեն։ Շատ լավ, թույլ տվեք ձեզ համար կարդալ Եբրայեցիների թղթի 12-ի առաջին խոսքը։ Առաքյալն ասում է. «Վազենք»։ Բոլորդ ասացեք՝ «Վազենք»։ Համբերությամբ վազենք։ Համբերությամբ նշանակում է անկոտրում, հաստատակամությամբ։ Համբերությամբ, անկոտրում հաստատակամությամբ վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը։ Հետաքրքիր է, որ անկոտրում լինելը միակ առաքինությունն է, որը նա մատնանշում է մեր ընթացքը բարեհաջող ավարտելու համար։ Ես խոսում եմ քրիստոնեական ընթացքի մասին։ Դուք ինձ հետ եք, ուշադրություն դարձրեք, նա չի ասում երջանկությամբ վազենք, ուրախությամբ վազենք, նպատակասլացությամբ վազենք, լրջորեն վազենք։ Այս ամենը կարևոր է, բայց կա մի առաքինություն, որ նա նշում է, եւ որն էլ անհրաժեշտ է այս կյանքում մեր ընթացքն անցնելու համար։ Խոսքն անկոտրում հոգու մասին է, ամեն։ Ահա թե ինչու է այս դասընթացն այնքան կարևոր, որովհետեւ մենք պետք է անկոտրում հոգի ունենանք մեր ընթացքը բարեհաջող ավարտելու համար։ Միգուցե դուք հանդիպեք դժվարությունների ձեր ընտանիքում, ամուսնական կյանքում, աշխատանքի վայրում կամ բիզնեսում, դպրոցում, ֆինանսական կամ առողջական բնագավառում, կամ որ ամենակարևորն է, երբ ձգտեք Հիսուս Քրիստոսի մոտ բերել կորածներին։ Թույլ տվեք ասել, ձեզ կթվա, որ ձեր իրավիճակն անօգնական եւ անլուծելի է։ Վախեցնող եւ հուսալքող հոսանքները կփորձեն դրթել ձեզ, հանձնվել եւ քշվել գետի հոսանքին համընթաց։ Սակայն մենք ունենք բարի լուր։ Հիսուսը Մարկոսի ավետարանի 10:27-ում ասաց. «Մարդկանց կողմից կարելի է, բայց ոչ Աստծո կողմից, որովհետև ամեն բան կարելի է Աստծո կողմից»։ Կարող եք ամեն ասել։ Կարևոր չէ ինչին եք դուք բախվել, բայց թույլ տվեք ասել, որ Մարկոսի 9:22-ում Հիսուսը մի ճշտում արեց այս խոսքի վերաբերյալ։ Նա ասաց. «Եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին»։ Ուրեմն անկոտրում հավատացյալի շնորհիվ բոլորդ ասացեք հավատացյալ, անհնարինը հնարավոր կդառնա։ Ահա թե ինչի մասին է այս ուղերձը։ Բախվել այն բանին, ինչ գերազանցում է ձեր մարդկային կարողությունը եւ տեսնել, թե ինչպես է անհնարինը հնարավոր դառնում Աստծո շնորհքով։ Ամեն։ Որպես սկիզբ ամբողջ նոր կտակարանում ես ցանկանում եմ կարդալ ամենաազդեցիկ խոսքերից մեկը։ Շատ լավ, թույլ տվեք ասել հետեւյալը. առաջինից 3-րդ դասերի ընթացքում թվալու է, թե ես ասես շեղվել եմ մեր ճանապարհից, բայց հավատացեք ինձ, ես մի քայլ անգամ չեմ շեղվելու։ Այնինչ ես պատրաստում եմ ասել այս դասի մնացած մասում 2-րդ, 3-րդ դասերի ընթացքում անչափ կարևոր է անկոտրում հոգի ձևավորելու համար։ Հռոմեացիների 5:17-ում, որը դարձել է իմ ամենասիրելի խոսքերից մեկն Աստվածաշնչում, գրված է. «Բոլորը, ովքեր ընդունում են Աստծո առաջ շնորհքը, բոլորը տասեք առաջ շնորհքը, եւ ձրիաբար արդարանում նրա առջև կիշխեն կյանքում Քրիստոսի միջոցով»։ Ուշադրություն դարձրեք, չի ասվում կիշխեն հաջորդ կյանքում։ Նոր միջազգային թարգմանության մեջ գրված է թագավորել կյանքում։ Վեյմոտի թարգմանությունում ասում է թագավորել կյանքում ինչպես թագավորներ։ Ինձ դուր է գալիս թագավորներ եւ թագուհիներ բառերը, որովհետեւ կանայք նույնչափ ներգրավված են սրանում, ամեն։ Ես կարող էի որոշ ժամանակ կանգ առնել սրա վրա, բայց ավելի լավ է գնանք առաջ։ Ուշադրություն դարձրեք, չի ասում մեկ օր դուք իշխելու եք երկնքում։ Տեսնում եք, նա ասում է, որ դուք իշխելու եք այս կյանքում, բոլորդ ասացեք այս կյանքում։ Այժմ թույլ տվեք տալ թագավոր բառի սահմանումը։ Թագավորը կամ թագուհին մեծագույնն է կամ ամենակարկառուն ինչ որ բնագավառում։
Թագավորել բառը նշանակում է գերիշխանություն կամ համատարած ազդեցություն, այնպես որ իշխել թագավորի կամ թագուհու պես նշանակում է ունենալ մեծագույն իշխանություն կամ ազդեցություն որոշակի բնագավառում։ Որն է այդ բնագավառը, այն կոչվում է կյանքի բնագավառ, այնպես որ այլ խոսքերով կյանքը չպետք է իշխի մեզ վրա, մենք պետք է իշխենք կյանքի վրա, ամեն։ Կամ մի ընդունված արտահայտություն, որ ես տարիներ շարունակ լսել եմ եւ ցանկանում եմ հակառակվել դրան անմիջապես այս առաջին դասի ընթացքում, երբ թվում է, որ ամեն ինչ անվերահսկելի է դառնում եւ մեր ընտանիքը եւ սիրելիները դժվարությունների առջեւ են կանգնում, թվում է թե ամեն ինչ շատ ավելին է, քան մենք կարող ենք տնօրինել, մենք ասում ենք Աստված վերահսկում է ամեն ինչ։ Ձեզանից քանիսն են լսել այս արտահայտությունը։ Դե պատասխանեք ինձ։ Սա նշանակում է, որ կարիք չկա պայքարել հակառակության դեմ, որովհետև բարի եւ սիրող Աստված ինչ որ կերպով ողջ հակառակությունը կվերածի բարու, քանի որ նա վերահսկում է ամեն ինչ։ Ես կասեմ ձեզ հետեւյալը. Աստված չի վերահսկում այնպես, ինչպես այս մարդիկ են ասում։ Կարող եմ ասել, որ ոմանք միգուցե արդեն ցանկանում են գնալ այստեղից, բայց լսեք ինձ, մինչև վերջ։ Սաղմոս 115:16-ում գրված է. Երկինքների երկինքը Տիրոջն է եւ նա երկիրը մարդկանց որդիներին տվեց։ Դուք լսեցիք, նա տվել է երկիրը մարդկանց որդիներին։ Թույլ տվեք կարդալ այս խոսքը ուղերձ Աստվածաշնչից։ Երկինքների երկինքներն Աստծո համար են, բայց նա հանձնել է երկրի իշխանությունը մեզ։ Ով ունի իշխանություն երկրի վրա։ Մենք։ Եթե Աստված է վերահսկում ամեն ինչ այնպես, ինչպես շատերն են ասում, ապա երբ Ադամը պատրաստվում էր վերցնել այդ խնձորը Եվայից, Աստված կմտներ պարտեզ, կգցեր այդ պտուղը նրա ձեռքից եւ կասեր. Ադամ, այս ինչ ես անում։ Դու հասկանում ես, թե ինչ ես բերելու քո երեխաների եւ երեխաների վրա։ Այսինքն դրա հետևանքով կլինեն երկրաշարժեր, կլինեն համաճարակներ, կլինեն ցունամիներ, կլինեն հիվանդություններ, սով եւ աղքատություն։ Մարդիկ կունենան տկարություններ եւ հիվանդություններ, ել չասեմ այն մասին, որին որդին ստիպված կլինի մահանալ։ Ոչ, Աստված այդպես չվարվեց։ Ինչու, որովհետև Աստված երկրի վրա իշխանություն տվել է մարդկանց։ Թույլ տվեք օգնել ձեզ ինչ որ մեկը կասի, բայց Ջոն, չէ՞ որ Աստվածաշնչում ասում է, որ երկիրը եւ նրա լիությունը Տիրոջն են։ Դա ճշմարիտ է։ Դա ճշմարիտ է։ Թույլ տվեք օգնել ձեզ հասկանալ, թե ինչ է դա նշանակում։ Հենց հիմա ես նայում եմ իմ գեղեցիկ զոքանչինով նստած է այստեղ եւ հիմա նա ժպտում է։ Շիրլին ապրում էր Օրլանդոյում, Ֆլորիդայում։ Նա հեռու էր իր թորներից, իսկ այժմ նաեւ ծոռներից։ Լիզան եւ ես իրականում ցանկանում ենք, որ նա մոտ լինի մեզ։ Այնպես որ մենք մի տուն գտանք հենց մեր փողոցի վրա։ Ես զանգահարեցի նրան եւ ասացի. Շիրլի, մենք տուն ենք գտել։ Չես ցանկանա գալ այստեղ աշխատել մեր ծառայության համար եւ մոտ լինել քո թորներին ու ծոռներին։ Նա եկավ, տեսավ այդ տունը եւ սկսեց լաց լինել։ Նա այնքան ուրախ էր։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նա մեր ընտանիքի մի մասն է կազմում եւ ես այնքան ուրախ եմ, որ նա այստեղ է։ Բայց գիտեք ինչ, ես գնեցի այդ տունը։ Լիզան եւ ես գնեցինք այդ տունը։ Եվ գիտեք թե ինչ որոշեցինք անել, քանի որ ցանկանում ենք, որ Շիրլին անկախ զգար իրեն։ Մենք ասացինք նրան, մենք ձևական վարձ ենք պահանջելու քեզանից ամեն ամիս։ Կարծում եմ այն կազմում է մոտ $200։ Մոտ այդքան, բայց գիտեք, այս բնակարանը նրանն է։ Այսինքն այդ տունը։ Ես չեմ գնում այնտեղ եւ ասում Շիրլի, լսի, դու պետք է այսպես դասավորես կահույքդ, իսկ այս նկարը պետք է այստեղ կախես, պետք է կանչես այսինչ մարդուն ընթրիքի համար։ Ես նույնպես չեմ ցանկանում, որ այդտեղ գան որոշակի տես կամ վարքագիծ ունեցող մարդիկ, եւ դու պետք է մաքրես ողջ տունը փոշեկուլով ամեն օր։ Ես այդպես չեմ վարվում։ Գիտեք, ամբողջ այդ ընթացքում, որ Շիրլին ապրել է այդ տանը մոտ 2-3 տարի, ես նույնիսկ մեկ անգամ չեմ գնացել, որպեսզի տեսնեմ, թե ինչ վիճակում է տունը։ Գիտեք ինչու, որովհետև այդ տունը նրանն է։ Ես դա տվեցի նրան։ Ես այդ տան տերն եմ, բայց այն վարձով նրան եմ տվել։ Այստեղ գործում է նույն սկզբունքը։ Աստված երկրի տերն է, բայց այն վարձով տվել է մարդուն։ Դուք ինձ հետ եք։ Նա ասաց, ես տերն եմ, բայց այն ձերն է եւ իշխանությունը նույնպես ձեզ է պատկանում։ Շիրլին ինքն է կազմակերպում ամեն ինչ այդ տանը, եւ երբ նա խնդրի ինձ օգնել իրեն, ես անմիջապես կգնամ այնտեղ։ Դուք հասկանում եք, թե ինչ եմ ասում։ Երբ մենք խնդրենք Աստծուն օգնել մեզ, նա կգա։ Դուք ինձ հետ եք, բայց Աստված ասաց, իշխանությունը պատկանում է մարդուն։ Դուք հասկանում եք սա։ Ես ասացի, դուք հասկանում եք սա, ահա թե ինչու Ծննդոց 1-ում գրված է, եւ Աստված ստեղծեց մարդկանց իր նմանությամբ։ Նա ստեղծեց նրանց որպես տղամարդ եւ կին, օրհնեց նրանց եւ ասաց. շատ երեխաներ ունեցեք, որպեսզի ձեր սերունդներն ապրեն ամբողջ երկրի վրա եւ այն ենթարկեն իրենց վերահսկողությանը։ Ես իշխանություն եմ տալիս ձեզ։ Սա գրված է Ծննդոց 1:27-28-ում։ Այս մոնորակի վրա ամեն բան մարդն է վերահսկում, այլ ոչ թե Աստված։ Խնդիրները սկսեցին այն ժամանակ, երբ Ադամը չհնազանդվեց Աստծուն եւ այս երկիրը հանձնեց նոր սեփականատիրոջը։ Նրա անունը Սատանա է։ Ամեն ինչ սկսեց ընթանալ Աստծո ցանկությանը հակառակ։
Առաջացան հիվանդություններ եւ շատ այլ բաներ։ Թույլ տվեք մի բան ասել, Աստծո մոտ խնդիր առաջացավ։ Խնդիրը միայն այն չէր, որ մարդը գտնվում էր սատանայի ձեռքերում, որովհետեւ հիշեք, թե ինչ ասաց սատանան, Լյուցիֆերը Հիսուսին։ Նա ասաց աշխարհի բոլոր թագավորություններն ինձ են տրված, երբ դրանք տրվեցին իրեն։ Պարտեզում եղած ժամանակ, երբ Ադամը Լյուցիֆերին տվեց այն, ինչ Աստված տվել էր իրեն, այնպես որ Աստծո մոտ խնդիր առաջացավ։ Նա ասաց. «Ես սիրում եմ մարդուն, ես սիրում եմ մարդկությունը, ես ցանկանում եմ, որպեսզի նրանք վերադառնան ինձ մոտ»։ Բայց նա չէր կարող գալ որպես աստվածություն եւ ետ վերցնել մեզ, որովհետեւ նա տվել էր երկիրը մարդկանց։ Ահա թե ինչու Հիսուսը պետք է գար եւ ահա թե ինչու նա պետք է ծնվեր կնոջից։ Նա պետք է 100%-անոց մարդ լիներ, բայց նա ծնվել էր Սուրբ Հոգուց, այնպես որ Հիսուսը 100%-անոց Աստված է։ Այդ իսկ պատճառով նա ազատ էր մեղքի անեծքից, որի ներքո մենք ծնվել էինք։ Բայց եթե դու ավետարաններում նկատել ես, նա միշտ իրեն անվանում է մարդու որդի, մարդու որդի, մարդու որդի, որովհետև միայն մարդը կարող է ետ բերել այն, ինչ կորցրեց Ադամը։ Դուք ինձ հետ եք, Հիսուսը ետ բերեց ամեն ինչ։ Կողոսացիների 2:15-ում ասում է, որ նա զինաթափեց իշխանություններին եւ պետություններին, եւ այժմ այդ իշխանությունը, որ Ադամը թողեց, պատկանում է միայն իրեն։ Ահա թե ինչու է նա Մատթեոս 28:18-ում ասում. ամեն իշխանություն, ողջ զորությունը իշխելու համար ինձ տրվեց երկնքում եւ երկրի վրա։ Մեկ օր նա վերականգնելու է ամբողջ բնությունը, դարձնելով այն այնպիսին, ինչպիսին Եդեմի պարտեզն էր նախքան Ադամի անկումը։ Բայց այժմ բնությունը դեռ ենթակա է ապականությամբ։ Մեր ֆիզիկական մարմինները դեռևս ծերանում եւ մահանում են։ Ֆիզիկական աշխարհը դեռևս ապականվում եւ քայքայվում է։ Վայրի կենդանիները դեռևս որսում եւ ուտում են ավելի թույլ կենդանիներին, օձերը դեռևս մահացություն ունեն, հիվանդությունները դեռևս տարածվում են, փոթորիկները եւ պտտահողմերը դեռ կործանում են։ Այս ցուցակը կարելի է շարունակել։ Սակայն ահա այս ամբողջ դասի դրական մասը։ Կամ մեկը, ով ունի ողջ իշխանությունն այս ամենի վրա եւ կարող է փոխել ամեն ինչ։ Խոսքը Քրիստոսի մասին է։ Կարող եք ամեն ասել, դե ավելի ուժեղ ծափահարեք այս խոսքերի համար։ Եվ այսպիսի մի հարց է ծագում. ով է Քրիստոսը։ Ահա թե որտեղ է դրսևորվում հավատացյալների չնորոգված մտածելակերպը, որովհետև մտածելով Քրիստոսի մասին մարդիկ պատկերացնում են մեր հարություն առած Տիրոջը եւ Փրկչին Հիսուս Քրիստոսին, ասես թե Քրիստոսը նրա ազգանունն է։ Բայց եկեք տեսնենք, թե ինչ է ասում Աստծո խոսքը Քրիստոսի մասին։ Առաջին Կորինթացիների 12:27-ում գրված է. Դուք բոլորդ Քրիստոսի մարմինն եք եւ ձեզանից յուրաքանչյուրն այդ մարմնի առանձին եւ անհրաժեշտ մասն է։ Դուք լսեցիք սա։ Հիսուսը գլուխն է, մենք մնացած անդամները։ Սա այնքան պարզ է։ Ձեզանից յուրաքանչյուրը գլուխ ունի իր ուսերին, այնպես չէ։ Եվ դուք մարմին ունեք։ Արդյոք դուք առանձնացնում եք ձեր գլուխը ձեր մարմնից։ Օստին, եկ այստեղ։ Ուր է իմ երկրորդ որդին։ Օստին, ես այնքան եմ հպարտանում այս երիտասարդով։ Եկ այստեղ։ Սա Օստին Բիվերն է։ Բոլորդ ասացեք ողջույն Օստին։ Սա Օստին Բիվերն է, այնպես չէ։ Ես այնքան եմ հպարտանում այս երիտասարդով։ Պատկերացրեք, որ Օստինը քայլում է մի մեծ պատի կողքով եւ դուք տեսնում եք նրա գլուխը։ Ինչ եք դուք ասելու։ Ահա Օստինը, այնպես չէ։ Իսկ հիմա պատկերացրեք, որ նա քայլում է մեկ այլ պատի կողքով, որը ծածկում է իր երեսը։ Միթե երբ դուք տեսնում եք նրան, ասեք սա Սթիվն է։ Սա Օստինն է, իսկ սա Սթիվը։ Ոչ, սա Օստին Բիվերն է։ Սա նույնպես Օստին Բիվերն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը գլուխն է, մենք մարմինն ենք։ Ուրեմն ով է Քրիստոսը։ Մենք բոլորս։ Շնորհակալություն Օստին։ Դուք ինձ հետ եք։ Ես ասացի դուք ինձ հետ եք։ Այնպես որ երբ դուք կարդում եք Քրիստոս բառը նոր կտակարանում, դուք պետք է դրա մեջ ձեզ տեսնեք։ Այլ ոչ միայն նրան, ով մահացել է խաչի վրա։ Եբրայեցիների թղթի 2:11-ում գրված է, որովհետև թե սրբողը եւ թե սրբվողները ամենը մեկից են։ Հիսուսն աղոթում էր այս մասին։ Նա ասում էր, բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան ինձ, որ նրանք էլ մեզանում մեկ լինեն։ Մենք մեկ ենք։ Մենք նրա մարմինն ենք։ Մենք Քրիստոսի մարմինն ենք։ Մենք միասին Քրիստոսն ենք երկրի վրա։ Լավ պահ է ամեն ասելու համար։ Պետրոսը գրում է. մենք վերստին ծնվեցինք Աստծո խոսքից, որպեսզի կարողանանք հաղորդակից լինել աստվածային բնությանը։ Օստինի ձեռքն ունի նույն մոլեկուլային կառուցվածքը, DNT կառուցվածքը, ինչ որ ունի նրա դեմքը։ Նույն կերպով մենք եւ մեր գլուխը նույնն ենք։ Մենք հաղորդակից ենք դարձել աստվածային բնությանը։
Do we Արդյոք մենք որպես եկեղեցի իրականում հավատում ենք սրան։ I mean, are Ես նկատի ունեմ, արդյոք մենք իսկապես քայլում ենք այս երկրի վրա ինչպես Քրիստոսի մարմինը, թե մենք նման ենք փայտե արձանիկների։ Որովհետև թույլ տվեք մի բան ասել ձեզ։ we will Մենք կարող ենք բարձրանալ միայն այնքան, որքան հավատում ենք։ what we believe. So I'm Այնպես որ ավարտելով այս դասը ես հարցնում եմ ձեզ. Is Christ Միթե Քրիստոսը body բաժանված է։ divided? Is the head one part and the body, Միթե գլուխն առանձին է, իսկ մարմինը ցածր է or նրանից։ is he one Թե Christ? նա մեկ Քրիստոս է։ He's one Christ. Նա մեկ We're Քրիստոս one է։ with him. Մենք մեկ ենք նրա It հետ։ had nothing to do Հավատացեք ինձ, սա ոչ մի կապ չունի իմ եւ ձեր գործերի հետ։ Այս ամենը կապված է նրա շնորհքի հետ, որ մենք չենք վաստակել։ Նրա շնորհքը, որի մենք արժանի չէինք, մեզ հաղորդակից է դարձրել իր աստվածային բնությանը։ We are. Մենք միասին Քրիստոսն ենք երկրի վրա։ Ամեն։ Amen. We'll see you next time. Կտեսնվենք հաջորդ դասին։ Երկրորդ դասի ընթացքում դուք կիմանաք ձեր իշխանության դիրքի մասին։ Դուք նույնպես կիմանաք ձեր կյանքում շնորհքի ազդեցության մասին, որով դուք պետք է ապրեք այս երկրի վրա այնպես, ինչպես Հիսուսը։